Պարոն Ղարեգավորյան, շնորհակալ ենք հարցազրույցի հրավերն ընդունելու համար եւ հենց սկզբից առաջարկելու եմ միանգամից ամփոփեք ընդհանուր գնահատական տակ նախընտրական քարոզարշավի արդեն անցած հատվածին, որովհետեւ շատ քիչ է մնացել եւ երևի արդեն ժամանակն է փորձել հասկանալ, թե ինչ է սպասվում մեզ այսպիսի քարոզարշավի արդյունքներով նաեւ ձեր գնահատմամբ։ Նախ բարևձեզ, շնորհակալ եմ այս հրավերին համար, այս առիթին համար։ Իրապես դուք ճիշտ նշեցիք, որ քարոզարշավը արդեն իսկ վերջին օրերը թևակողած ենք, ընդամենը ունենք 4 կամ 5 օր մեր քաղաքացիներուն համոզելու, մեր քաղաքացիներուն զորաշարժի ենթարկելու, որովհետև այս ընտրությունները, ինչպես գիտեք, սովորական ընտրություններ չեն, ճակատագրական ընտրություններ են։ Ես նույնիսկ կհամարձակեի ասել, որ տեսակ մահարաքվե է, թե ինչպիսի Հայաստան մենք ընդհանրապես ուզում ենք ունենալ եւ կառուցել, որովհետև խնդրող արգան այսօր քաղաքական գուստակցությունները միան ծրագրերը չեն, մոտեցումները չեն, հորիզոնները չեն, այլ ինքնին ամբողջ մեր հայրենիքն է խնդրող արգա, հայկականությունն է մեր խնդրող արգա, մեր ազգային արժեքային համագարտն է խնդրող արգա, որ խաթարած է ներկա թրքամետ արևելում ունեցող իշխանությունները։ Հիմա ինչ կվերապերի ընտրությունների ընթացքին եւ բնույթին, տեսեք, քաղաքական որոշ կուսակցություններ շատ հանգիստ, շատ դրամապանված եւ բանականությամբ հանդես են գալիս համայնքներու մեջ, գյուղերու մեջ, քաղաքներու մեջ, իրենց ծրագրերով, իրենց մոտեցումներով, բայց դժբախտաբար նորեն հայտնվեց հրապարակի վրա եւ վերադարձավ գլխավոր հեղինակը դերակատարը Խելգադագը, եթե թույլ կտաք ասելու Նիկոլ Փաշինյանը իր գրեհիկ ոճով ամբողջ այդ քարոզարշավի խորքը մշակույթը, քաղաքական մշակույթը տապալեց իր զրպարտություններով, փոխանակ մնացյալ գուսակցություններու նման իր ծրագրերը ներկայացնելու հասարակության մեջ օրակարգերը ծեծելու եւ ինչ որ եզրակացություններով հանգելու վստահ որ դուք հետևած կլինեք, կրկնություն չեմ ուզել անել, որովհետեւ ժամանակը չի մցխեմ անիմաստերը, բայց գրեհիկ ոճը, զրպարտությունները, սպառնալիքները չանցատառնամ, չեմ ուզում ժամանակը ցերխել, բայց հետաքրքիրը հետեւյալն է, որ ժողովրդավարության բաստիոն հասկացողությունը ուր մնաց։ Չէ՞ որ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ բաստիոններ ժողովրդավարության ամբողջ հարավային Կովկասում իսկ կոզող վարչապետը իր քարոզարշավի ընթացքին ինչպես կգնա համարձակել եւ իրավաբան համադրումները չարցականքեն եւ չանցատառնան սպառնալիքներ, զրպարտություններ, հայրախարն ելույթներ, քաշքշուկ, վիրավորանք անդանելի բան է։ Այսօր մի հայտարարություն է արել, բառացիորեն քիչ առաջ հրապարակվեց եւ առաջարկելու եմ միասին դիտենք, որովհետեւ դրանից միանգամից մի քանի հարց է բխում, նաեւ հաշվի առնելով, որ դուք Սփյուռքի մի մասն եք, եթե կարող եմ այսպես ձեռքբերել, դիտենք, հետո նաեւ շարունակենք քննարկել։ Պատմության եւ իրականության միջև տեղի ունեցել սահմանազատում եւ սահմանագծում, ինչը նշանակում է որ պատմությունը մեզ համար ոչ թե ապագայի մեջ մտնելու խոչընդոտ է, այլ ապագայում, որ այսօր է, անցյալի ողբերգությունները եւ ձախողումները չկրկնելու ուղեցույց։ Եվ այսպես, իհարկե առաջին անգամ չենք լսում այս հայտարարությունը, սա իր հայտնի իրական Հայաստան, պատմական Հայաստան թեզն է, որը լայնորեն ողջունում են Թուրքիան եւ Ադրբեջանը, ու սրան եթե ավելացնենք, թե ինչպիսի դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ու նաեւ իր կաբինետի նախարարները, մասնավորապես Արարատ Միրզոյանը, Սփյուռքի վերաբերյալ, սկսած նրանից, որ Փաշինյանը որոշում է, թե ով է Սփյուռք, ով Սփյուռք չէ, այսինքն իրեն քննադատողները Սփյուռքում կարծում եմ, որ փոքրամասնություն են եւ այլևս Սփյուռք չեն, մասնավորապես կարծում եմ հասկանում եք, որ նկատի ունի հենց Դաշնակցությանը եւ Միրզոյանն էլ ասում է, որ հայերի շահերը Սփյուռքում, օրինակ Ամերիկայում եւ Ռուսաստանում չեն կարող նույնը լինել եւ չեն կարող նույնը լինել նաեւ Հայաստանի շահերի հետ, Սփյուռքի եւ Հայաստանի։ Թուրքական տարիներ շարունակ մեր տեսած եւ արձանագրած թեզերից եւ քարոզչական միջոցներից մեկն է։ Դուք ձեր խոսքում նշեցիք թրքամետ բառը, խնդրելու եմ մեկնաբանեք, թե
այս ընթացքով ուր ենք գնում։ Ես արձանագրեցի Փաշինյանի հայտարարությունը, նախ ասեմ, որ չարաչար սխալվում է Փաշինյանը եւ կփորձեմ բացատրել, հուսամ հաջողին կփորձեմ բացատրել, բայց նախքան այդ Կարոզարշավի մասին մենք անդրադարձանք եւ մոտավորապես փորձեցինք ընդգծել, թե ինչպիսին է ճանապարհը Կարոզարշավի ընթանում։ Բայց գերեւի ավելի ամբողջական կլիներ այդ հարցադրման պատասխանը, եթե ընդգրկվեր մեջը ծրագրերու տարբերությունը։ Իր այսօրվա խոսույթը, իր այսօրվա հայտարարությունը, իր այսօրվա ելույթը բնավ չի տարբերվում իր նախորդ օրերու ուսածներուն։ Հիմա քաղաքական որոշ կուսակցություններ, հատկապես ինտիմատիվ 3 գլխավոր կուսակցությունները, մեր բարակային Թաշինք, Հայաստան Թաշինք, Դաշնակցության եւ բարոն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Թաշինք կուսակցության ծրագրերը, երբ մարդ ծանոթանա եւ տեսնե, հոն ընդգրկված է Սփյուռք Հայաստան գաբերու մասին, երաշխավորված խաղաղության մասին, ժողովրդական վերելքի մասին եւ այլն եւ այլն։ Իր բարակային ծրագիրը հստակ է, ակնհայտ է 300,000 ադրբեջանցիներու վերադարձը, Արցախյան էջը փակվածը լալը, ազգային սուրբ արաքելական եկեղեցու թեմ արշավը, Սփյուռքը ամբողջությամբ անչադել հայրենիքեն, սա արդեն համապատասխանում է այսօրվա ելույթին, այսինքն իր երեկվա արտահայտությունները եւ այսօրվա սահմանազատման գծով իր ասածը շատ տարբերություն չի կա, նույնն է, գրտնությունն է։ Մենք այնուամենայնիվ եւ ես համոզված եմ, որ ոչ թե միայն Սփյուռքը, նաեւ քանի որ շփվում ենք ինչ որ չափով, նաեւ մենք մեր հանրապետությունում, զանազան քյուղերում ունենք բարեկամներ, ունենք հարևաններ, ես կգարձեմ, որ ինք չախչախիչ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն գլականապես կմերժի այս թրքամետ արևելումը եւ կմերժի այն քաղաքական ինչ որ գուրսի մեջ գտնվելու, որը որ այսօր մեզի Փաշինյանը առաջնորդում է։ Ուր է առաջնորդում Փաշինյանը մեզի։ Առաջնորդում է ուղղակի թրքական աստեցության ներքո։ Հիշեցնեմ պատմության փերումով օգտակար գրնալալ, որ 2000-ական սկիզբներուն Սուրիո հանրապետության նախագահն Ասադը, Բաշար Ասադը փորձեց, երբ թուրքերը օրինակի համար Դավութ Օղլու արտաքին գործոստնախարարը երբ հայտարարեց, որ Թուրքիո հանրապետությունը ուզում է ունենալ 0 խնդիր իր հարևան երկիրներու հետ։ Անմիջապես արձագանքելով Սուրիո նախագահ Օրին Բաշար Ասադը սահմանները բացեց, տնտեսական հարաբերություններով սկսան Երևանի հետ Բոդրումում լողում էին։ Եվ այսօր դուք գիտեք, թե ինչպես գլանված է Սուրիան, ոչ թե միան գլանված է, ոչ թե միան արևանքված է Սուրիո ժողովրդի մշակույթը, արժեքային համագարկը, անկախությունը, գերիշխանությունը, այլ ուղղակի ղեկավարված է Էրդողանի կողմից, Թուրքիո կողմից։ Այսինքն այնքան ակնհայտ է հստակ է սպառնալիքը։ Եվ ես այնպես չէ որ գարձեմ, որ Փաշինյանը չի գիտակցում, չէ, գիտակցում է, գիտակցաբար դառնում է Հայաստանի Հանրապետություն թրքամետ աստեցության քոդի։ Թուրքերի հետ կհաշտվենք, առևտուր կանենք, տնտեսությունը կզարգացնենք, այլ դրանք կունենանք, օրինակ ռուսական շուկաներին։ Ռուսաստանի մասին իդեպ դեռ քիչ անց ձեզ կհարցնեմ։ Որն է խնդիրը, ինչու համաձայն չեք, որ հնարավոր է խաղաղ ապրել թուրքերի հետ։ Տեսեք, մեր կուսակցությունը, հայկական դաշնակցությունը 80-ական թվականներին միշտ հայտարարած է, միշտ հետևյալ գծվածքով հանդես եկած է։ Մենք աշխարհագրական պայմաններով բերումով կողքի ապրող ժողովուրդներ ենք։ Մենք լավագույնս կգիտակցենք ինչ կնշանակի խաղաղություն, ինչ կնշանակի ներքին անօրություն, ինչ կնշանակի բարի դրացիական հարաբերություններ։ Սակայն այդ բոլորը պետք է դերի ունենա առանց նախապայմանի։ Բացարձակապես առանց նախապայմանի։ Եթե այդ խոսակցությունը, եթե այդ հարաբերությունները առանց նախապայմանի են, թող լինեն, շատ բարի։ Առանց նախապայմանի է։ Չէ, Թուրքիո հանրապետության բազմաթիվ ղեկավարներ բազմիցս հայտարարել են, որ մեր հարաբերությունները պայմանավորված է Ադրբեջանի հետ կոնֆլիկտի հաղթահարմամբ, այսինքն եթե Ալիևի թելաթրանքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բերությունը, իշխանությունը չի կատարի, Թուրքիո հետ հարաբերությունները ընդհանրապես չկան։ Այնպես որ ոչ թե մենք թե մենք, վերջի աշխարհ պետք է վերհիշեցնել բոլորին, որ մենք չէ որ սահմանները փակած են Թուրքիո հետ։
Թուրքիան ինքը սահմանները պակասի, ինքը կործած է ագրեսիա դեպի Հայաստանի Հանրապետություն։ Այնպես որ չի խեղաթյուրենք պատմությունը, ոնց որ փորձում են անել բոլոր քվեականները ասպարակային։ Շատ լավ, ամենաակտուալ հարցը համենայն դեպս այս օրերի Ռուսաստանի հետ նոր կոլապսային վիճակ ունենք։ Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունը հիմա բոլորս ենք ծանոթ եւ դրան հետևեց այն, որ իշխանական պաշտոնյաները եւ այդ թվում նաեւ նախարար սկսեցին մեղադրել ընդդիմությանը, թե ընդդիմությունն է հրահրել այս կոնֆլիկտը Ռուսաստանի հետ, թե ընդդիմությունն է կանգնած այս ամենի հետևում եւ Ռուսաստանը ճնշում է Հայաստանին, որ Նիկոլ Փաշինյանին չընտրենք։ Տեսեք, նորեն մանիպուլյացիոն քաղաքականության գիրառում է, նորեն իրողությունները խեղաթյուրելու ցախող փորձ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինքը իր հարապոփող եւ հակասական եւ abazgayin հայտարարություններով հաճախ խանգարած է թե հապկի հետ մեր հարաբերությունները, թե ԵԱԴՄ-ի հետ մեր կորձակցության եղանակը, թե ընդհանրապես մեր դաշնակից Ռուսաստանի Հանրապետության հետ ուրեմն հարաբերությունները։ Այնպես որ ինք փոխանակ մեղադրելու այլոց լավ գլար իրեն համար մեկ հատ վերակաղն էր, թե ինչու մենք հոսացանք, երբ Եվրոպական միության զանազան երկիրներ կհրավիրվին Հայաստան եւ այդ երկիրներու շարքում կգտնվի այնպիսի երկիրներ, որոնք ուղղակի կոնֆլիկտի մեջ են մեր դաշնակիցին հետ եւ Երևանը իբրև հաստակ կկործածվի ասպարակային սուր պատերազմական հայտարարություններ հնչեցնելու նաև զորակցության ինչ որ գոչեր ընելու եւ հավաքելու ես ոչ թե գփաժնեմ, ոչ թե գնտունիմ, ոչ թե համաձայնեմ Ռուսաստանեն հնչած հայտարարություններուն, բայց պետք է փորձել հասկանալ թե ինչը պատճառ դարձավ այդ բոլոր գացության պատճառ դարձավ, թրթա պատճառը եթե գուզեք, դունդվող պատճառը այսօրվա անիմաստ լարվածության, որոնքինը պիտի վճարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Տեսեք, ես 90-ական սկզբերուն Հայաստան գտնված եմ։ Երկար ժամանակ եղած եմ ուս։ Եվ ես գիտեմ ինչ կնշանակի 92, 93, 94 ծրմերը, աշունը։ Ես գիտեմ, թե ինչպիսին էին պայմանները, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն մենք իրավունք ունենք վերադարձնելու 90-ական թվականները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն մենք իրավունք ունենք իրենց ցանկի ընթացքը խաթարելու, տնտեսությունը խաթարելու, գործը խաթարելու, հարաբերությունները, որովհետև այս կամ այն հաշիվները մեկնած եւ ստացված թերացանքները գտնվենք այն իրավիճակի առջև, որը այսօր արգա է։ Պարոն Կարագավորյան, Փաշինյանի կարող ենք ասել նաև նախընտրական գլխավոր գործոններից մեկը թրիփ նախագիծն է Սյունիքով, սա ներկայացնում է որպես խաղաղության նաև գլխավոր ապացույց կամ խաղաղության հիմք, նախ ձեր գնահատականը այս թրիփ նախագծին, արդյոք սրանով Հայաստանը դուրս է գալիս փակուղուց եւ դառնում է խաղաղության խաչմերուկ, ինչպես Փաշինյանն է պնդում։ Իմ համեստ տպավորությամբ թրիփ ոչ թե թրիփը մենք մերժում ենք կամ մենք ասում ենք, որ պետք չէ դեղի ունենալ, սակայն եղանակը, պատրաստությունը, ձևաչափը եւ ընդհանուր դեսլականը պետք է համընկնի դարաշրջանի բոլոր երկիրներու պետությանց գենսական շահերուն։ Եթե այդ մեկը ապահովված չէ, բնականաբար թրիփը գտնա այն սկզբունքները մեկնած, որ պետք է ծառայեր, գտնա չի ծառայել եւ ճիշտ գտնա հակառակ էֆեկտ ունենալ։ Իսկ ինչ կվերապերի խաղաղության, որովհետեւ այնքան չարաշահված թեմա է, կարծես հանրության մեջ կան այնպիսիները, որոնք խաղաղության թեմ են եւ ուրիշներ, որոնք գոհ են։ Բացարձակապես նորեն խեղաթյուրված թեմա է եւ չարաշահված թեմա է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյան ով խոսում է խաղաղության մասին։ Նիկոլ Փաշինյան 8 տարի է ինքը պատերազմի մեջ է։ Պատերազմի մեջ է իր սեփական ժողովրդին թեմ։ Պատերազմի մեջ է սփյուռքյան որոշ գլխավոր հատվածներուն թեմ։
Բادرազմի թեմը արաքելական սուրբ եկեղեցու թեմ, բادرազմի թեմը մեր արժեքային համագարկի թեմ, բادرազմի թեմը իր տաշնագիցին թեմ, բادرազմի թեմը որոշ հարևաններու թեմ, ինք անցամբ երեք բادرազմ պատճառեց, բادوհասը դարձավ, ողբերգությունը դարձավ մեր ժողովրդին եւ այսօր ինք խոսում է եւ ինք փորձում է հեղինակը դառնալ բادرազմի առնվազն ինք ամենակիչը պետք է խոսի։ Մենք ասում ենք հետեւյալը, որբեսի կայուն լինի, հաստատ լինի, ապահով լինի, պետք չի գախելը լավ ոմանց կմահաճուկեն, հատկապես թուրք-ադրբեջանական թանդեմի կմահաճուկեն։ Երաշխավորված պետք է այդ խաղաղությունը, որբեսի մենք ներշնչենք այդ ապահովության երաշխիքները գրնան լալ դարաձաշրջանի այնպիսի երկիրներ, որոնք ուղղակի կապ ունին Հարավային Կովկասի մեջ դեղի ունեցող եւ զարգացող բոլոր քաղաքական գործընթացներու հետ։ Իսկ թրիպը, որ իբրև քրավական խաղաղության, տեսեք, ինքը Արցախը հանձնել է յետք, այսօր Սյունիքի ճակատագիրը մատնած է աշխարհակաղակական փախումներու հորձանքին։ Եվ ես մտահոգ լալու բազմաթիվ պատճառներ ունիմ, ինչպես նաև մեր քաղաքացիները բազմաթիվ պատճառներ ունին, որովհետև Փաշինյանը ինչ որ նախապես կհայտարարե, շատ քիչ ժամանակի դարբերությամբ ճիշտ հագարակը դուրս կգա։ Ես հիշում եմ Արցախը Հայաստանի եւ վերջ։ Հիմա վախենալու է, որ ասում է Սյունիքն է անբաժան։ Ամբողջ հայությունը, համայն հայությունը, այնպես ինչպես Հայաստանի Հանրապետության հարազատ քաղաքացիներս եւ Սփյուռքում գտնվող հանրությունը շատ լավ հիշում է Արցախը Հայաստանի եւ վերջ, երբ անցյալ շաբաթները տեսանք, որ Սյունիքը Հայաստանի եւ վերջ, արդեն սկսանք մտահոգվելու եւ արդեն սպասում ենք թե ինչ է հաջորդ քայլը։ Այս մարդուն հայտարարությունները ինչպես ընդունել ասմարտուն հայտարարությունները, ինչպես հասկանալ ասմարտուն հայտարարությունները, ինչպես ապահովություն գրնա ներշնչել ասմարտուն հայտարարությունները։ Հետևաբար 7 հունիսի ընդությունները սովորական ընդություններ չեն, իրոք ճակատագրական են եւ հանրակրվեի են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն եթե կարելի է ես չեմ ուզում գտնվել այնպիսի թիրքի մեջ, որ ես ասեմ, որ գոչ եմ անում, ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիները շատ ավելի լավ կդիրաբիտեն գացության, քան ես, շատ ավելի լավ իրենք դեղեկացված են, քան ես, երթան եւ իշխանափոխության մասնագիծ դառնան եւ վերջապես ապահովեն նոր հորիզոն, նոր վերելք, նոր ապահովություն, նոր խաղաղություն։ Սփյուռքի մասով կարող է հայը Միացյալ Նահանգներում եւ հայը Ռուսաստանում, օրինակ, ինչպես նաեւ հայը Եվրոպայի որևէ երկրում, ընդհանրապես Սփյուռքի հայ համայնքները տարբեր աշխարհամասերում ու երկրներում նույն դիրքորոշումը ունենալ Հայաստանին առնչվող հարցերի վերաբերյալ։ Դա հնարավոր է, որովհետև մեզ ասում են Փաշինյանական պաշտոնյաները, որ դա հնարավոր չէ։ Տեսեք, դժբախտաբար պիտի ասեմ, դաղանթավոր ստախոսներ են իշխանություններու ներկայացուցիչները, դաղանթ ունին ստելու։ Այսինքն այդ ցիրկը ունին, առնվազն եկեք խոստովանենք, որ ստելու շատ մեծ թվամակալուխ ունին, շատ մեծ կարողականություն ունին։ Ստում են։ Սպիրկի պարակային, ես չեմ գտնալ, որ երևակայել, չեմ գտնալ, որ պատկերացնել երկիր, ցանկացած երկիր, որ ունենա սպիրկ, այնպես ինչպես հայ ժողովուրդը ունի սպիրկ, եւ այդ սպիրկի կարողականությունը նյութական, հարաբերական, քաղաքական կորձոնի վերածված այդ սպիրկը չի կարենալ ներծել Հայաստանի զարգացման, պաշտպանության, անվտանգության եւ այլն։ Այս մարդոց չի հետաքրքրել քաղաքական կորձոն ունենալ, այս մարդոց կհետաքրքրե կամակատարներ ունենալ, մարդիկ, որոնք հլու հնազանդ կենթարկվին իրենց թրքամետ արևելում քաղաքականության։ Մենք այդ ճաշակը գտրականապես կմերժենք սպիրկի մեջ։ Սպիրկի չախճախիչ մեծամասնությունը լայն զանգվածները գտրականապես թեմ են Փաշինյանի արտաքին քաղաքականության, Փաշինյանի թրքամետ արևելումին, Արցախի էջը մեզի համար փակված չէ, սպիրկայության չախճախիչ մեծամասնություն համար Արցախի էջը փակված չէ։ Ինչպես կգնաս, ով տված է իրեն այդ իրավունքը 1915-ից սրբաթասված ցեղասպանության ամեն զոհերու եւ իրենց պատմակաղակական իրավունքներու մասին, այսպես
քարջ մոդենալ առնվազն որովհետեւ ազնիվ լամ կամ գասկածի դակ տնես կամ փնես թե ինչ եղած են դրդապատճառները այսինքն ասիենողը Էրդողանը չի ասիենողը Փաշինյանն է ինչպես կգնա ասվել կընդունել որ 300,000 ադրբեջանցիներ գտնան վերադառնալ Հայաստան ինչի թիմաց ինչու համար ինչպես Խաղաղության այդ խաղաղությունը 300,000 ադրբեջանցիներով ես թեև մասնակից չեմ բայց 3 սեկունդ չթիմանալ խաղաղությունը ապարակային շնորհակալ ենք հարցազրույցի համար ես եմ շնորհակալ մինչ հանդիպում